Իշխող թիմը պատրաստում է նոր օրենսդրական փոփոխություններ, գրանտների տրամադրումը ել ավելի է խստանում, կսահմանվի քրեական պատասխանատվություն, արտաքին լոբինգը կպատժվի։ Գրանտների մասին օրենքով սահմանված կարգերի խախտումը կհանգեցնի տուգանքի, հասարակության համար օգտակար աշխատանքի 300-ից 500 ժամով կամ մինչև 6 տարի ազատազրկման։ Օրենքում նախատեսված փոփոխություններով հստակեցվում է, թե ինչն է համարվում գրանտ եւ ով կունենա պարտավորություն, որ գրանտ ստանալու համար կառավարությունից նախապես ստանա թույլտվություն։ Երազանքում բացատրում են, որ փոփոխությունների համաձայն գրանտ են համարվում ցանկացած անձի կողմից ցանկացած անձի դրամական կամ բնական ձևով փոխանցված միջոցները, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել Վրաստանի կառավարության, պետական հաստատությունների կամ հասարակության որևէ մասի վրա որևէ ազդեցություն գործադրելու համար։ Եվս մեկ փոփոխություն է պատրաստվում քաղաքացիների քաղաքական միությունների մասին օրգանական օրենքում։ Օրենքի նախագծի համաձայն այն անձը, որ աշխատանքային պայմանագրով աշխատում է այնպիսի կազմակերպությունում, որը տարվա ընթացքում իր եկամտի 20%-ից ավելին ստացել է օտարերկրյա ուժից, 8 տարի ժամկետով կարգելվի լինել քաղաքական կուսակցության անդամ։ Պետական աուդիտի ծառայությունը կվերահսկի քաղաքական կուսակցության անդամի ֆինանսական գործունեությունը։ Վրացական երազանքի տեղեկատվությամբ պատրաստվել են նաև ձեռնարկատիրական կազմակերպության հանրային քաղաքական գործունեությանը վերաբերող օրենսդրական փոփոխություններ։ Ձեռնարկատիրական սուբյեկտի կողմից իր հիմնական ձեռնարկատիրական գործունեության հետ կապ չունեցող հանրային քաղաքական գործունեության իրականացման համար պետական աուդիտի ծառայությունը կտուգանի ձեռնարկատիրական կազմակերպությանը 20,000 լարիի չափով, իսկ արարքի, կրկնակի եւ յուրաքանչյուր հետագա կատարման դեպքում 40,000 լարիի չափով։ Շվեդիայի արտգործնախարար Մարիա Մալմեր Ստեներգարտի խոսքով ամոթալի է, որ Եվրոպան շարունակում է գնել ռուսական էներգետիկ ռեսուրսներ եւ դրանով իսկ ֆինանսավորել ագրեսորին։ Լատվիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շվեդիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Եվրոպան պետք է ավելի վճռական եւ արագ գործի եւ շատ ավելի մեծ պատասխանատվություն վերցնի իր սեփական անվտանգության համար։ Գիտենք, որ ռուսները Ուկրաինայի դեմ նոր հարվածի են պատրաստվում, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ Ամենօրյա ուղերձում Ուկրաինայի նախագահը նշել է, որ այդ տեղեկատվությունը ստացել է հետախուզությունից։ Զելենսկու խոսքով, երբ ռուսական հարվածները շարունակվում են, ժողովրդի համար դժվար է զգալ, որ դիվանագիտությունը կառուցողական է եւ կարող է արդյունքներ բերել։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ աշխարհը պետք է մտածի այն մասին, թե ինչպես ապահովել, որ ռուսները պատրաստվեն ոչ թե նոր զանգվածային հարձակումների, այլ պատերազմի ավարտին։ Բաթումիի բուլվարում շարունակվում է անհրապույր եւ առանց թույլտվության տեղադրված օբյեկտների ապամոնտաժման գործընթացը։ Հին բուլվարում ծովափնյա գոտուն հարակից տարածքում անհրապույր շինությունների ու կառույցների ապամոնտաժումն իրականացվել է բուլվարի վարչակազմի եւ համայնքային տեսչության մասնակցությամբ։ Աշխատանքների շրջանակում տարածքից հեռացվել են թեթև կոնստրուկցիաները։ Նշված գործընթացն իրականացվում է գործող կարգավորումների շրջանակում եւ նպատակ ունի կարգավորել սննդի եւ հանգստի օբյեկտները, ինչպես նաեւ բարելավել բուլվարի արտաքին տեսքը։ Ախալցիխեի քաղաքապետարանի Վալե քաղաքում բժշկական ցույց է անցկացվել Ախալցիխեի քաղաքապետարանի կլինիկաների, Ախալցիխեի ուղղորդող հոսպիտալի հետ համագործակցությամբ։ Քաղաքապետարանի քաղաքապետ Վարլամ Ծիգլաուրին քաղաքային խորհրդի նախագահի հետ տեղում է ծանոթացել ակցիայի ընթացքին։ Բնակչությանը անվճար բժշկական խորհրդատվություններ են տրամադրվել տարբեր մասնագիտությունների բժիշկների կողմից։ Բժշկական ակցիան անցկացվել է Վալեի մշակույթի տան շենքում Ախալցիխեի քաղաքապետարանի քաղաքապետի աջակցությամբ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարում է, որ 2027 թվականի հունվարի 1-ին Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը բացառված է։ Նրա խոսքով Եվրամիության անդամ դառնալ ցանկացող ցանկացած երկիր նախ պետք է բավարարի այսպես կոչված Կոպենհագենի չափանիշները, իսկ այդ գործընթացը որպես կանոն սովորաբար տևում է մի քանի տարի։ Մերցը նաև նշել է, որ կարևոր է Ուկրաինայի կողմից անդամակցության ճանապարհ բացելու հեռանկարը, չնայած ըստ նրա սա երկարաժամկետ գործընթաց է։ Խաղաղության բանակցությունների վերաբերյալ Մերցը նշել է, որ սերտ կապի մեջ է ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների հետ։ Արտգործնախարարը Վրաստանում հանդիպել է Կոնգրեսի աշխատակազմի պատվիրակության հետ, քննարկել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերությունների արդիական հարցերն ու տարածաշրջանում ընթացող գործընթացները։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության եւ կայուն զարգացման կարեւորությունը, խորել են Վրաստանում ընթացող գործընթացների շուրջ։ Մակա Բոջորիշվիլին եւս մեկ անգամ հաստատել է վրացական կողմի ցանկությունն ու պատրաստակամությունը վերաբեռնելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները եւ վերականգնելու ռազմավարական գործընկերությունը, նշվում է արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։ Ընդդիմադիր կուսակցությունների եւ Կոնգրեսի աշխատակազմի պատվիրակության հետ այսօր կհանդիպեն խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները։
Վրաստանի ազգային բանկը հյուրընկալել է Կորեայի բանկի և Կորեայի ֆինանսական հեռահաղորդակցության և անկախնիկ վճարումների ինստիտուտի փորձագետների խմբին։ Այցի նպատակն էր քննարկել Վրաստանում անկախնիկ վճարային համակարգի զարգացման նախագիծը և ամփոփել նախագծի արդյունքները։ Նշված նախագծի վերաբերյալ ազգային բանկի և Կորեայի կենտրոնական բանկի միջև անցյալ տարի ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։ Նախագիծը նպատակ ունի նպաստել անկախնիկ վճարումների հետագա զարգացմանը Վրաստանում։ Նախագծի շրջանակներում ստեղծվել են կարգավորող շրջանակի վերաբերյալ գործնական առաջարկություններ, որոնք նպատակ ունեն զարգացնել ժամանակակից վճարային ենթակառուցվածքներն ու անկախնիկ վճարումների լայն տարածումը։ Հատկանշական է, որ վերջին 2 տարիների ընթացքում Վրաստանի ազգային բանկը ակտիվորեն համագործակցում է Կորեայի կենտրոնական բանկի և ֆինանսական ոլորտի կարգավորող մարմինների հետ։